Ինչ անել, երբ թշնամիդ քանդում է կյանքդ, իսկ Աստված պատվիրում է սիրել նրան։ Պատկերացրեք մի վարպետի, ում ձեռքերը սովոր են քարին կյանք տալ։ Նա ծնկի է իջել իր արհեստանոցի փլատակներում։ Նրա հոր թողած սրբությունը, անգին խաչքարը, փշուր է արված։ Նա բռունցքը սեղմում է այնքան ուժգին, որ արյունը կաթում է մարմարե բեկորների վրա։ Այդ պահին նրա առջև երկու ճանապարհ է՝ վրեժխնդրություն, թե մի բան, որը փոխում է ամեն ինչ։ Այս պատմության մեջ մենք ցույց կտանք, թե ինչպես ձեր կյանքի ամենամեծ անեծքը կարող է դառնալ ձեր ամենամեծ զորության աղբյուրը։ Բայց ամենակարևորը կբացահայտենք մեր նախնիների մոռացված մի հոգևոր մարտավարություն, միակ գործողությունը, որն ի զորու է զինաթափել անգամ ամենաանողոք հակառակորդին։ Իսկ իջ, եթե հաղթանակի առաջին քայլը ոչ թե հարվածն է, այլ մի բաժակ սառը ջուրը, որ մատուցում ես քո կործանողին։ Սա զոհից հաղթող դառնալու ճանապարհն է Քրիստոսի իմաստությամբ։ Բաժանորդագրվեք հիմա եւ մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը, տեսնենք քանիսով ենք մենք։ Արևը հազիվ էր շողերը տարածել Արարատի ձյունապատ գագաթին, երբ հողը սկսեց դողալ։ Բայց սա Աստծո ստեղծած երկրաշարժը չէր, սա մարդու ձեռքով ստեղծված դղրդյուն էր, պողպատե գազանի մռնչյուն, որը խժռում էր հողը Երևանի հին թաղամասերից մեկում։ Գևորգի խաչքարագործ վարպետի արհեստանոցի քարե պատերը թրթռում էին, նրա ձեռքի մուրճը մի պահ կանգ առավ օդում։ Նա նայեց դեռևս անավարտ խաչքարին, որի նուրբ ժանյակները կարծես սարսափից սառել էին։ Այս արհեստանոցը նրա պապերից էր մնացել, պատերը ներծծել էին սերունդների աղոթքներն ու քարի փոշին։ Այն ավելին էր, քան շինություն, այն սրբավայր էր, որտեղ քարը դառնում էր հավատքի վկայություն, իսկ մուրճի յուրաքանչյուր հարվածը աղոթք։ Այստեղ օդը խիտ էր լռությունից, որը խախտվում էր միայն քարի հետ զրուցող գործիքների ձայնով։ Այսօր այդ լռությունը բռնաբարված էր բուլդոզերի անողոք գոռոցով, որը քայլ առ քայլ մոտենում էր, սպառնալով հողին հավասարեցնել ոչ միայն քարե պատերը, այլև մի ամբողջ տոհմի հիշողություն։ Գևորգի երակներում արյունը սառեց, նա զգաց, թե ինչպես է իր սրտի ռիթմը համընկնում շարժիչի սարսափելի թխթքոցին։ Դուռը բացվեց, ներս թողնելով ոչ միայն առավոտյան լույսը, այլև մի ստվեր։ Տիգրանն էր, փայլուն կոշիկներով, թանկարժեք կոստյումով մի մարդ, ում դեմքին քարացել էր ինքնավստահության սառը դիմակը։ Նրա ձեռքում մի թուղթ կար, որը նա թափահարում էր օդում, ինչպես դահիճը իր կացինը։ Նրա հետ էին երկու հաղթանդամ տղամարդիկ, որոնց հայացքները ոչ մի լավ բան չէին խոստանում։ Նրանք կանգնեցին դռան երկու կողմում, փակելով ելքը։ Վարպետ Գևորգ, ձայնը պողպատի պես սառն էր, սա վերջին զգուշացումն է։ Այս տարածքը գնված է։ Մեկ ամսից այստեղ բարձրակարգ հյուրանոց է կառուցվելու։ Ձեր խրճիթը պետք է քանդվի, դուք խանգարում եք առաջընթացին։ Գևորգը դանդաղ շրջվեց, նրա ձեռքերը, որ սովոր էին քարին կյանք տալուն, այժմ ամուր սեղմել էին մուրճի կոթը։ Այս վայրը իմ պապի պապն է կառուցել։ Այստեղ Հայաստանի հոգին է քանդակվում, ասաց նա հանգիստ, բայց ձայնի մեջ լարվածություն կար, ինչպես ձգված լարի մեջ։ Սա առաջընթաց չէ, սա մեր արմատները կտրել է։ Տիգրանը քմծիծաղ տվեց։ Հոգին փող չի բերում վարպետ, ժամանակները փոխվել են, մարդկանց պետք են ոչ թե քարե խաչեր, այլ հարմարավետ սենյակներ և լողավազաններ։ Փոխհատուցումը առատաձեռն է, վերցրու և նոր տեր գտիր քո քարերի համար։ Արհեստանոց մտավ Գևորգի կինը, Անահիտը։ Նրա աչքերում տագնապ կար, բայց նա փորձում էր ուժեղ երևալ։ Նրա ձեռքին հին, կաշվեպատ ավետարանն էր։ Տիգրան, խնդրում եմ, սա մեր ամեն ինչն է։ Այս պատերի մեջ մեր երեխաների ծիծաղն է հնչել, մեր նախնիների աղոթքներն են, մի կործանեք մեր կյանքը, Աստծուց վախեցեք։ Տիկին, ասաց Տիգրանը, նույնիսկ չնայալով նրան, Աստված բարձր է, իսկ իմ հյուրանոցի հիմքերը խորը։ Սա բիզնես է, ոչ թե բարեգործություն, ժամանակը սպառվում է։ Նա թուղթը դրեց սեղանին և դուրս եկավ։ Դրսում բուլդոզերի շարժիչն ավելի բարձր գոռաց, կարծես հաստատելով նրա խոսքերի անողոքությունը։ Գևորգը բռունցքները սեղմեց այնքան ուժգին, որ մատները սպիտակեցին։ Նրա ներսում փոթորիկ էր բարձրանում, զայրույթ, անզորություն, վիրավորանք։ Նա ուզում էր դուրս վազել, բղավել, կանգնեցնել այդ պողպատե հրեշին, որը սպառնում էր ոչնչացնել իր աշխարհը։ Մենք պետք է պայքարենք, Գևորգ, ասաց Անահիտը։ Ձայնը դողում էր։ Մենք պետք է դատարան դիմենք, մարդկանց հանենք փողոց։ Այդ երեկո նրանք գնացին իրենց ծխական եկեղեցի, Սուրբ Սարգիս։ Տեր Հովսեփը, սպիտակ մորուքով և աչքերի խորքում դարերի իմաստություն կրող քահանան, լսեց նրանց։ Եկեղեցում էին նաև մի քանի հավատացյալներ, Գևորգի վաղեմի ընկեր Վարդանը, որը նույնպես արհեստավոր էր, և տարեց ուսուցչուհի տիկին Շուշանիկը։ Ինչ անեմ, հայր Սուրբ, հարցրեց Գևորգը, ձայնը խզված։
Օրենքը նրա կողմն է, իշխանությունը նրա կողմն է։ Ես ուզում եմ պայքարել, բայց ինչպես։ Վարդանը չդիմացավ։ Պայքարել պետք է իրենց զենքով։ Եթե նրանք ուժ են կիրառում, մենք էլ պետք է ուժով պատասխանենք։ Կհավաքվենք, կփակենք ճանապարհը, թող տեսնեն, որ մենք էլ անտեր չենք։ Տեր Հովսեփը երկար լռեց, հետո բացեց ավետարանը, որը դրված էր խորանի մոտ։ Նրա մատները գտան Մատթեոսի ավետարանի 5-րդ գլուխը։ Տերն ասում է. «Սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարիք արեք ձեզ ատողներին և աղոթք արեք ձեզ չարչարողների ու հալածողների համար»։ Գևորգը գլուխը բարձրացրեց։ Նրա դեմքին անհավատություն էր։ Սիրել Տիգրանին, աղոթել նրա համար։ Հայր Սուրբ, նա ուզում է իմ տունը, իմ հիշողությունը, իմ աշխատանքը հողին հավասարեցնել։ Ինչպես կարող եմ սիրել նրան։ Սա ինքնասպանություն է։ Սիրելի եղբայրներ և քույրեր, ահա այստեղ է սկսվում մեր ճանապարհորդությունը։ Գևորգը կանգնած է մի խաչմերուկում, որտեղ մարդկային տրամաբանությունը բախվում է աստվածային պատվիրանին։ Սա ոչ թե պարզապես Գևորգի պատմությունն է, այլ մեզանից յուրաքանչյուրի։ Մենք բոլորս ունենք մեր Տիգրաններին, մարդիկ, հանգամանքներ, փորձություններ, որոնք սպառնում են քանդել այն, ինչ թանկ է մեզ համար։ Եվ մենք բոլորս լսում ենք Քրիստոսի այդ անհնարին թվացող կանչը։ Եթե դուք ուզում եք իմանալ Քրիստոսի կյանքի խորհուրդները, եթե ուզում եք հասկանալ, թե ինչպես կարելի է կրել սեփական խաչը ոչ թե որպես անեծք, այլ որպես փրկության ճանապարհ, ապա եկեք միասին անցնենք այս ուղին։ Մտովի ստորագրեք ձեր անունները այս ուխտագնացության մատյանում։ Իսկ մինչ մենք կշարունակենք, խնդրում եմ, մեկնաբանություններում կիսվեք, թե ինչպես եք դուք փորձել կիրառել Հիսուսի ուսմունքները ձեր կյանքում, երբ բախվել եք անարդարության։ Տեր Հովսեփի խոսքերը օդում կախված մնացին, ծանր ու անհասկանալի։ Վարդանը գլուխը թափ տվեց։ Հայր Սուրբ, հարգանքով եմ վերաբերվում ձեր խոսքին, բայց սա քարոզ չէ, սա կյանք է։ Եթե մեկը քո տունն է քանդում, դու նրա համար չես աղոթում, այլ պաշտպանում ես քո օջախը։ Մեր պապերը զենքով են պաշտպանել մեր հավատքն ու հողը, ոչ թե աղոթքով։ Տիկին Շուշանիկը, որի դեմքը կնճիռներով պատված էր, ինչպես հին ձեռագիր, փափուկ ձայնով խոսեց։ Բայց չէ որ մեր ամենամեծ զենքը միշտ եղել է հավատքը։ Սուրբ Հռիփսիմյանց կույսերը, Սուրբ Վարդանանք, նրանք մահվան գնացին աղոթելով իրենց դահիճների համար։ Նրանք պարտվեցին։ Ոչ, նրանք հաղթեցին, որովհետև նրանց արյամբ մեր եկեղեցին զորացավ։ Թշնամուն սիրելը ոչ թե թուլություն է, այլ հոգևոր ուժի բարձրագույն դրսևորում։ Այս խոսքերից հետո եկեղեցում լղություն տիրեց, որը խախտվում էր միայն դրսից լսվող շինարարության հեռավոր ձայներով։ Գևորգը կանգնած էր երկու աշխարհների միջև, մեկը պահանջում էր արդարություն և պայքար, մյուսը անհնարին թվացող ներում և սեր։ Նրա հոգին պատառոտվում էր։ Գևորգի տանը լարվածությունը կարելի էր դանակով կտրել։ Ընթրիքը սեղանին սառել էր։ Անահիտը անհանգիստ քայլում էր սենյակում, իսկ Գևորգը նստած էր ձեռքերի մեջ առած հին, ընտանեկան ավետարանը։ Դուռը բացվեց, և ներս մտավ Գևորգի կրտսեր եղբայրը Լևոնը։ Նա 28 տարեկան էր, սուր հայացքով, գործնական և տաքարյուն երիտասարդ, որը հավատում էր միայն տեսանելի արդյունքներին։ «Լսեցի, թե ինչ է եղել», ասաց նա նետելով բաճկոնը բազկաթոռին, «և լսեցի, թե ինչ խորհուրդ է տվել Տեր Հայրը։ Գևորգ, եղբայր իմ, դու ե՞րբ պիտի հասկանաս, որ այս աշխարհում գայլերի հետ գայլի պես են խոսում, ոչ թե ոչխարի»։ Գևորգը գլուխը բարձրացրեց։ «Լևոն, սա պարզապես հողի կտորի հարց չէ»։ «Բա ինչ հարց է, հոգևոր, թող Տիգրանը քանդի մեր պապական տունը, իսկ մենք նստենք ու աղոթենք նրա հոգու փրկության համար, դա խելագարություն է։ Ես արդեն խոսել եմ լուրջ մարդկանց հետ, մենք կարող ենք լավ փաստաբան վարձել, կարող ենք նրա վրա այնպիսի կեղտ գտնել, որ ինքը կխնդրի մեզանից հեռու մնալ։ Կարիք լինի, մի երկու լավ տղա կխոսեն նրա հետ, այնպես կբացատրեն, որ միանգամից կհասկանա։ Անահիտը կանգ առավ։ «Լևոն, ինչ ես ասում, մենք հանցագործ չենք։ Իսկ նա ով է, սուրբ, նա մեր կյանքն է քանդում։ Ես առաջարկում եմ ոչ թե ավետարան կարդալ, այլ գործել»։ Գևորգը բացեց ավետարանը։ Նրա ձեռքերը դողում էին։ Տերն ասում է. «Մի հակառակվիր չարին, ով աջ ծնոտիդ ապտակ տա, մյուսն էլ դարձրու նրան»։ Լևոնը բարձրաձայն ծիծաղեց, բայց ծիծաղը դառն էր։ Հրաշալի է, ուրեմն երբ նա բուլդոզերով մտնի արհեստանոց, դու նրան տան բանալիներն էլ կտաս։ Գևորգ, արթնացիր, քո այս քրիստոնեական խոնարհությունը նա ընդունում է որպես վախկոտություն։ Մեր հայրը երբեք այսպես չէր վարվի, նա կպայքարեր իր ընտանիքի ու իր գործի համար, մինչև վերջ։
Այս խոսքերը դանակի պես խոցեցին Գևորգի սիրտը։ Հոր հիշատակը նրա համար սուրբ էր։ Նա հիշեց, թե ինչպես էր հայրը պաշտպանում իրենց, երբ փոքր էին։ Բայց հիմա Քրիստոսի խորհուրդը կարծես թե նրան դնում էր իր հոր ուսմունքների դեմ։ Ընտանիքը բաժանվեց երկու ճամբարի։ Լևոնը ներկայացնում էր ռեալիստներին, որոնք պահանջում էին անհապաղ և կոշտ գործողություններ։ Անահիտը, չնայած իր վախերին, կանգնած էր Գևորգի կողքին, փորձելով հավատալ, որ հոգևոր ճանապարհը ճիշտ է։ Քրիստոսի խոսքերը, որոնք պետք է մխիթարություն բերեին, դարձել էին ընտանիքը պառակտող սուր։ Գևորգը նայեց իր եղբոր զայրացած դեմքին, կնոջ հուսահատ աչքերին և հասկացավ, որ Տիգրանը քանդում է ոչ միայն իր արհեստանոցը, այլև իր ընտանիքը։ Հաջորդ կիրակի, Սուրբ Պատարագից հետո, Տեր Հովսեփը Գևորգին ու Անահիտին հրավիրեց եկեղեցու բակի ստվերոտ անկյունը, որտեղ մի հին թթենի էր իր ճյուղերը տարածել։ Նրանց միացան նաև մի քանի այլ ծխականներ՝ երիտասարդ բժիշկ Արամը և Գևորգի ընկեր Վարդանը։ «Մենք այսօր լսեցինք ավետարանի ընթերցումը լեռան քարոզից», սկսեց Տեր Հովսեփը։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց թաքանցում էր մինչև հոգու խորքը։ «Շատերն ասում են, սա գեղեցիկ խոսք է, բայց անիրագործելի։ Բայց մեր Տերը երբեք մեզանից անիրագործելի բան չի պահանջում։ Նա մեզ տալիս է ոչ թե բեր, այլ բանալի»։ Նա բացեց ավետարանը։ Նայեք համատեքստին։ Քրիստոսը խոսում է այն բառից հետո, երբ ասում է. «Ակը ննդական և ատամն ընդատաման»։ Հին ուխտի օրենքը արդարադատություն էր պահանջում, բայց Քրիստոսը բերեց մի նոր օրենք՝ սիրո օրենքը։ Նա չի ասում թույլ տվեք, որ ձեզ ոչնչացնեն։ Նա ասում է՝ մի պատասխանեք չարին չարով, որովհետև այդպես դուք ինքներդ եք դառնում չարի մի մասը։ Երբ դու ատում ես քո թշնամուն, նրա ստեղծած թույնը սկսում է հոսել քո երակներով։ Գևորգը փորձեց։ Մի առավոտ նա մոտեցավ Շին հրապարակի մուտքին, որտեղ կանգնած էր Տիգրանը, ճարտարապետների հետ քննարկելով գծագրերը։ «Բարի լույս, պարոն Տիգրան», ասաց Գևորգը հնարավորինս հանգիստ, «ես ուզում եմ խոսել։ Գուցե կա մի լուծում, որը ձեռնտու կլինի երկուսիս էլ։ Գուցե արհեստանոցը կարելի է պահպանել որպես նոր հյուրանոցի մշակութային մաս»։ Տիգրանը նայեց նրան այնպես, կարծեց միջատ լիներ։ «Լսիր, վարպետ, ես քեզ հետ խաղեր խաղալու ժամանակ չունեմ։ Ես քեզ փող եմ առաջարկել, դու չես ուզում, դա քո խնդիրն է։ Իսկ հիմա հեռացիր, խանգարում ես»։ Նա շրջվեց և շարունակեց խոսակցությունը, ցուցադրաբար անտեսելով Գևորգին։ Գևորգը վերադարձավ արհեստանոց, իր մեջ կրելով նվաստացման դառնությունը։ Նա զգում էր, որ իր խաչը ծանրանում է, իսկ ինքը դեռ չգիտեր ինչպես այն կրել։ Նվաստացման դառնությունը կոկորդում խցանվել էր։ Գևորգը վերադարձավ արհեստանոց, բայց քարերին անգամ չնայեց։ Դրանք կարծես ծաղրում էին իր անզորությունը։ Օրերն անցնում էին, և Տիգրանի շինարարությունը թափ էր հավաքում։ Հսկայական էքսկավատորը փորում էր հիմքը, յուրաքանչյուր շերեփով ցնցելով Գևորգի արհեստանոցի հին պատերը։ Օդը լցվել էր փոշու ամպերով, որոնք նստում էին անավարտ խաչքարերի նուրբ զարդանախշերի վրա։ Աշխատելն անհնար էր դառնում։ Մուրճի յուրաքանչյուր հարվածի ձայնը խլանում էր բետոնախառնիչի մռնչյունի մեջ։ Մի առավոտ Գևորգը մտավ արհեստանոց, և սիրտը սեղմվեց։ Գիշերային ցնցումներից մի բարակ հազիվ նկատելի ճաք էր գնացել այն խաչքարի վրայով, որի վրա նա աշխատում էր վերջին ամիսներին։ Դա պատվեր էր Գեղարդի վանքի համար։ Ճաքը նման էր սրտի վրայի վերքի։ Աշխատանքը փչացել էր։ Նրա համբերության բաժակը լցվեց։ Այդ գիշեր Գևորգը որոշում կայացրեց։ Նա չէր լսելու Լևոնին և չէր դիմելու բռնության։ Նա չէր լսելու նաև իր սեփական հպարտությանը։ Նա կփորձեր կատարել Տիրոջ պատվիրանը, բայց ոչ թե խոսքով, այլ գործով։ Մի ամբողջ շաբաթ նա փակվեց արհեստանոցում։ Դրսի աղմուկին ի պատասխան նա իր ողջ ցավը, իր ողջ հավատքն ու հույսը ներդրեց մի փոքրիկ քարի մեջ։ Նա քանդակեց մի խաչքար, այնքան նուրբ ու գեղեցիկ, որ թվում էր ոչ թե քարից է, այլ լույսից հյուսված։ Դրա վրա նա փորագրեց Տիրոջ խոսքերը. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»։ Հաջորդ առավոտ, հագնելով իր ամենամաքուր շորերը, նա վերցրեց խաչքարը, որը փաթաթել էր սպիտակ կտորի մեջ, և գնաց Տիգրանի գրասենյակ։ Դա մի փայլուն, ապակեպած շենք էր, որտեղից իր արհեստանոցը մրջյունի բույնի պես էր երևում։ Քարտուղարուհին փորձեց կանգնեցնել նրան, բայց նա վճռականորեն մտավ Տիգրանի աշխատասենյակ։ Տիգրանը նստած էր իր հսկայական սեղանի հետևում, հեռախոսով ինչ-որ մեկի վրա բղավելով։ Նա զայրացած նայեց Գևորգին։ «Դու ինչ գործ ունես այստեղ»։ Գևորգը լուռ մոտեցավ, սպիտակ կտորը դրեց սեղանին և բացեց այն։ «Սա ձեզ համար է», ասաց նա հանգիստ։ «Թող Աստված օրհնի ձեր գործը և լուսավորի ձեր ճանապարհը»։
Տեղի ունեցավ մի բան, որը ցնցեց Գևորգին մինչև հոգու խորքը։ Տիգրանը մի պահ լռեց, նա վերցրեց խաչքարը, նրա հաստ մատները շոշափեցին նուրբ քանդակները։ Գևորգի սրտում հույսի մի փոքրիկ կայծ թրթռաց։ Գուցե սա է ճանապարհը, գուցե բարությունը կարող է հալեցնել սառույցը։ Բայց հետո Տիգրանի դեմքին հայտնվեց արհամարհական ժպիտ։ Նա ոտքի կանգնեց, մոտեցավ սենյակի անկյունում դրված աղբամանին և առանց որևէ խոսքի ցուցադրաբար գցեց խաչքարը դրա մեջ։ Քարի մետաղին դիպչելու չոր ձայնը որոտի պես հնչեց լուռ սենյակում։ «Ինձ քո քարերը պետք չեն», սառը ասաց Տիգրանը, «ինձ քո հողն է պետք, իսկ հիմա դուրս և այլևս չհամարձակվես մոտենալ ինձ»։ Գևորգը քարացել էր, նա նայում էր աղբամանին, որտեղ ընկած էր իր մեկ շաբաթյա աղոթքը, իր հույսը, իր հավատքի մի կտորը։ Նա ոչինչ չասաց, շրջվեց և դանդաղ քայլերով դուրս եկավ։ Նա հեռանում էր ջախջախված, նվաստացված, դատարկված։ Այս ձախողումը ոչ միայն բարձրացրեց խաղադրույքները, այլև կարծես թե ապացուցեց, որ Լևոնն էր ճիշտ։ Այս աշխարհում սիրո և ներման լեզուն անհասկանալի է։ Նույն օրը երեկոյան նրա արհեստանոցում հավաքվեցին ընկերները՝ Վարդանը, մեկ այլ քարտաշ վարպետ՝ Ռուբենը և մի քանի հարևաններ։ Նրանք լսել էին կատարվածի մասին։ «Այլևս չի կարելի հանդուրժել», ասաց Վարդանը, բռունցքով խփելով սեղանին։ «Գևորգ, մենք քեզ հետ ենք։ Դու փորձեցիր քո ճանապարհը, այն չաշխատեց։ Հիմա մեր հերթն է։ Վաղը մենք կփակենք շինհրապարակի մուտքը։ Թող լրագրողներ գան, թող տեսնեն, թե ինչպես են ոչնչացնում մեր մշակույթը։ Պետք է աղմուկ բարձրացնել», ավելացրեց Ռուբենը։ «Սոցիալական ցանցերում կտարածենք, մարդկանց ուշադրությունը կգրավենք։ Այս Տիգրանը միայն հանրային ճնշումից է վախենում»։ Գևորգը լսում էր նրանց, և այս անգամ նրա մեջ ոչ մի առարկություն չկար։ Մարդկային տրամաբանությունը հուշում էր, որ սա միակ ճիշտ ճանապարհն է՝ պայքարել, պաշտպանվել, հաղթել։ Նա գլխով արեց. «Դուք ճիշտ եք, ես ձեզ հետ եմ»։ Բայց երբ ընկերները հեռացան, նա նստեց իր աշխատասեղանի մոտ։ Նա վերցրեց փայտածուխի մի կտոր և սկսեց գծել նոր խաչքարի էսկիզը, բայց ձեռքերը չէին ենթարկվում, մտքերը պղտոր էին։ Քրիստոսի խոսքերը մի բան էին, իսկ կյանքի դաժան իրականությունը բոլորովին այլ։ Նա գնաց խոստովանության, Տեր Հովսեփի մոտ։ Նա բացեց իր սիրտը, պատմելով իր զայրույթի, ատելության և վրեժխնդրության ցանկության մասին։ Տեր Հովսեփը լսեց նրան համբերատար։ «Որդյակ իմ», ասաց նա, երբ Գևորգը լռեց, «դու մտածում ես, թե Տիրոջ պատվիրանը մեկ անգամյա գործողություն է։ Դու նվեր տվեցիր և սպասում էիր ակնթարթային արդյունքի, բայց սիրել թշնամուն մարաթոն է, ոչ թե սպրինտ։ Դա ամենօրյա, ամենժամյա ընտրություն է։ Դու նվիրեցիր քո աշխատանքը, բայց սիրտդ դեռ լի էր ակնկալիքով։ Իսկ ճշմարիտ սերը ոչինչ չի ակնկալում, այն պարզապես տալիս է։ Ես այլևս տալու բան չունեմ, Հայր սուրբ։ Նա իմ մեջ ամեն ինչ սպանեց։ Ոչ, որդյակ իմ, ասաց քահանան, քանի դեռ հավատքդ կա, դու դեռ ամեն ինչ ունես։ Գնա տուն, աղոթիր, ոչ թե որ Տիգրանը փոխվի, այլ որ Աստված քեզ ուժ տա տանելու այս խաչը։ Գևորգը դուրս եկավ խորանից, մի փոքր թեթևացած, բայց դեռևս շփոթված։ Նա գիտեր, որ իր առջև դրված փորձությունը շատ ավելի մեծ էր, քան պարզապես մի կտոր հողի համար պայքարը։ Սա պայքար էր իր սեփական հոգու համար։ Գևորգը որոշեց հետևել Տեր Հովսեփի խորհրդին։ Նա չմիացավ ընկերներին, որոնք պատրաստվում էին բողոքի ակցիա կազմակերպել։ Փոխարենը նա սկսեց աղոթել։ Ամեն առավոտ, երբ շինարարները գալիս էին աշխատանքի, նա իր արհեստանոցից մի սափոր սառը ջուր և թարմ թխված հաց էր ուղարկում նրանց։ Բանվորները, որոնք հիմնականում գյուղերից եկած հասարակ մարդիկ էին, սկզբում զարմացած էին, հետո սկսեցին երախտագիտությամբ ընդունել։ Նրանք գիտեին, որ իրենց աշխատանքը քանդում է այս մարդու կյանքը, բայց նա իրենց ջուր ու հաց էր տալիս։ Տիգրանը, իմանալով այդ մասին, միայն ծաղրեց. «Տեսեք, նա փորձում է գնել իմ մարդկանց բարեհաճությունը, թույլ մարդու մարտավարություն»։ Եվ կարծես ի պատասխան Գևորգի բարեցյան, նա հրամայեց արագացնել աշխատանքները։ Այժմ նրանք աշխատում էին նաև գիշերները։ Հզոր լուսարձակների լույսը ներխուժում էր Գևորգի տան լուսամուտներից, իսկ տեխնիկայի անդադար աղմուկը թույլ չէր տալիս քնել։ Գևորգի հոգևոր ուժերը սպառվում էին։ Նա զգում էր, որ իր բարի կամքը բախվում է անթափանց պատի։ Հետո Տիգրանը դիմեց տեղեկատվական պատերազմի։ Մի առավոտ տեղական թերթերից մեկում հայտնվեց մի մեծ հոդված՝ «Ժամանակակից հերոստրատոսները, ովքեր են խանգարում Երևանի զարգացմանը» վերնագրով։
Հոդվածում առանց անուններ տալու նկարագրվում էր մի հնաոճ արհեստավոր, որը կարճած իր պապենական խրճիթից խոչընդոտում է քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ներդրումային ծրագրին։ Ավելին, հոդվածում ակնարկվում էր, թե իբր Գևորգի ընտանիքը պահանջում է աստղաբաշխական փոխհատուցություն և շանտաժի է ենթարկում բարեխիղճ շինարարին։ Սուտը թունավոր սարդի պես սկսեց իր ցանցը հյուսել։ Մարդիկ, որոնք երեկ բարևում էին, այսօր սկսեցին խուսափել նրանցից։ Ճնշումը դարձավ ոչ թե վերացական, այլ ֆիզիկապես շոշափելի։ Ամենացավալի տեսարանը շուկայում էր։ Գևորգի մայրը, տիկին Վարդուհին, մի կին, որը ողջ կյանքում հարգանք էր վայելել թաղամասում, մոտեցավ կանաչեղենի վաճառողին, ում տասնյակ տարիներ ճանաչում էր։ «Սուսան ջան, ինձ մի քիչ լավ լոլիկ կտա՞ս»։ Սուսանը աչքերը թաքցնելով ինչ-որ բան փնթփնթաց, վրաս վերջացավ։ Տիկին Վարդուհի։ Բայց կողքի կնոջը նոր էր մի մեծ տոպրակ լցրել։ Տիկին Վարդուհին ամեն ինչ հասկացավ։ Նա լուռ շրջվեց և դատարկ տոպրակով հեռացավ։ Այդ օրը նա առաջին անգամ չեկավ Գևորգի տուն երեկորյան ավետարանի ընթերցմանը։ Սա ներսից ոչնչացնում էր ընտանեկան ոգին։ Այդ երեկո Լևոնը ներս խուժեց Գևորգի տուն ձեռքին թերթը։ «Տեսա՞ր, սա է քո սիրո արդյունքը։ Նա ոչ միայն մեր տունն է քանդում, այլև մեր անունը, մեր պատիվը։ Մեր մորը շուկայում նվաստացրել են, իսկ դու դեռ աղոթով ես նրա համար։ Ինչ կասեն մարդիկ։ Կասեն Գևորգը վախկոտ է, որը թույլ է տալիս, որ իր ընտանիքի վրայով քայլեն։ Քրիստոսին էլ էին ամբաստանում», հազիվ լսելի ձայնով ասաց Գևորգը։ «Նրան էլ էին անարգում։ Բայց մենք Քրիստոսը չենք», պայթեց Լևոնը։ «Մենք սովորական մարդիկ ենք, որոնք ուզում են արժանապատիվ ապրել։ Ես այլևս չեմ կարող լուռ նայել այս ամենին։ Եթե դու ոչինչ չես անում, ես կանեմ»։ Նա դուռը շրխկացնելով դուրս եկավ։ Անահիտը լաց էր լինում։ «Գևորգ, գուցե Լևոնը ճիշտ է։ Մենք չենք կարող մեր ընտանիքը զոհաբերել մի սկզբունքի, որը գուցե սխալ ենք հասկանում։ Գուցե սիրել թշնամուն չի նշանակում թույլ տալ, որ նա քեզ ոչնչացնի»։ Գևորգի հավատքը սասանվեց։ Նա զգում էր, որ հայտնվել է հոգևոր փակուղում։ Նա հետևում էր Տիրոջ խոսքին, բայց դրա փոխարեն ստանում էր միայն ավելի շատ ցավ, ավելի շատ նվաստացում։ Ներքին պայքարը մարդկային բանականության և Հիսուսի իմաստության միջև սրվել էր մինչև վերջին աստիճան։ Եվ հետո տեղի ունեցավ այն, ինչը կոտրեց նրա մեջ վերջին հույսի շողը։ Մի երկուշաբթի առավոտ նա մտավ արհեստանոց և սառեց շեմին։ Օդը լիքն էր ավերածության հոտով։ Գիշերը անհայտ մարդիկ ներս էին խուժել։ Նրանք ոչինչ չէին գողացել, նրանք պարզապես ոչնչացրել էին։ Գործիքները շաղտված էին հատակին, պատրաստի աշխատանքները կոտրատված էին, բայց ամենասարսափելին կենտրոնում էր։ Այնտեղ, որտեղ կանգնած էր իր հոր կիսատ թողած խաչքարը, մի գլուխգործոց, որը Գևորգը պահում էր որպես սրբություն և հույս ուներ մի օր ավարտին հասցնել, այժմ միայն մարմարե բեկորների կույտ էր։ Գևորգը ծնկի իջավ։ Նա ձեռքը տարավ դեպի բեկորները, սուր եզրը կտրեց նրա ափը։ Եվ դա քարյունը կաթեց սպիտակ քարի վրա։ Գևորգը բռունցքները սեղմեց մինչև արյունահոսությունը, նայելով այն թանկարժեք խաչքարին, որի վրա իր հայրը աշխատել էր կյանքի վերջին տարում, և որը կոտրվել էր Տիգրանի մարդկանց կողմից։ Մարմարե բեկորները զգացվում էին որպես իր սեփական հոգու բեկորներ։ Նրա ներսում ինչ-որ բան պայթեց, այն ամբողջ զսպված զայրույթը, ցավը, նվաստացումը դուրս հորդեցին։ Նա ոտքի կանգնեց և, առանց որևէ բան ասելու Անահիտին, որը սարսափահար կանգնել էր դռան մոտ, դուրս եկավ արհեստանոցից և ուղիղ գնաց դեպի եկեղեցի։ Նա ներս խուժեց այնպես, կարծես իր հետևից ընկած լինեին։ Տեր Հովսեփը խորանում էր, մոմերն էր վառում։ «Հայր Սուրբ», Գևորգի ձայնը խրպոտ էր, աչքերը վառվում էին։ «Վերջ, այլևս չկա ոչ մի սեր, ոչ մի ներում։ Դուք ինձ ասում էիք՝ սիրիր քո թշնամուն։ Ես փորձեցի, ես իմ սիրտը բացեցի, իսկ նա թքեց դրա մեջ։ Նա ոչնչացրեց իմ հոր հիշատակը։ Աստծո պատվիրանը անհնար է, այն գրված է սրբերի համար, ոչ թե ինձ նման մարդկանց։ Որտեղ է Աստված։ Ինչու է նա թույլ տալիս, որ այսպիսի անարդարություն տեղի ունենա։ Նա հրաժարվել էր իր խաչից։ Նա ընտրել էր մարդկային բանականության և վրեժի ճանապարհը, չգիտակցելով, որ այդ ճանապարհը տանում է դեպի ավելի խորը խավար։ Տեր Հովսեփը նայեց նրա տանջված դեմքին։ Նա տեսնում էր ոչ թե զայրացած մարդու, այլ խորապես վիրավորված հոգու։
Գևորգ, որդյակ իմ, սկսեց նա, բայց Գևորգը ընդհատեց նրան. Ոչ, հայր Սուրբ, այլևս խորհուրդներ պետք չեն, ես կանեմ այն, ինչ պետք է անեի ամենասկզբից, ես կպայքարեմ, ես կգնամ իմ ընկերների մոտ, մենք կփակենք այդ շինհրապարակը, թեկուզ ստիպված լինենք կռվի բռնվել։ Եթե Աստված չի ուզում պաշտպանել ինձ, ապա ես ինքս ինձ կպաշտպանեմ։ Նա շրջվեց և դուրս եկավ եկեղեցուց, հետևում թողնելով մոմերի տխուր լույսն ու քահանայի ցավալի հայացքը։ Նա հրաժարվել էր իր խաչից, նա ընտրել էր մարդկային բանականության և վրեժի ճանապարհը, չգիտակցելով, որ այդ ճանապարհը տանում է դեպի ավելի խորը խավար։ Ներքին պայքարը մարդկային բանականության և Հիսուսի իմաստության միջև կարծես թե ավարտվել էր հոգուտ առաջինի։ Գևորգը լի վճռականությամբ գնաց Վարդանի արհեստանոց, նա հավաքեց ընկերներին։ «Դուք ճիշտ էիք», ասաց նա, ձայնը պողպատի պես կոշտ։ «Խոսքերն ավարտվեցին։ Վաղը առավոտյան մենք շղթայով կփակենք շինհրապարակի դարպասները, թող ոստիկանություն կանչեն, թող ձերբակալեն, մենք տեղից չենք շարժվի»։ Նրա ընկերները ոգևորվեցին, վերջապես Գևորգը պատրաստ էր կռվելու, բայց երբ նա վերադարձավ տուն, այդ վճռականությունը սկսեց տեղի տալ։ Նրա հոգին դատարկ էր։ Վրեժի ծարավը չէր բերել խաղաղություն, այլ միայն ավելի էր խորացրել վերքը։ Նա նստեց կոտրատված արհեստանոցի մեջտեղում, և հուսահատությունը պաշարեց նրան։ Հենց այդ պահին դուռը բացվեց։ Տեր Հովսեփն էր։ Նա ձեռքին ուներ 2 տոմս։ «Հագնվիր, Գևորգ», ասաց նա փափուկ, բայց հաստատուն ձայնով։ «Մենք գնում ենք»։ «Ուր, հայր Սուրբ, ես գործ ունեմ»։ «Քո ամենակարևոր գործն այժմ քո հոգին է։ Մենք գնում ենք Գեղարդի վանք»։ Գևորգը ուզում էր առարկել, բայց քահանայի հայացքի մեջ կար մի այնպիսի ուժ, որ նա ենթարկվեց։ Նրանք լուռ անցան ճանապարհը։ Ժայռերի մեջ փորված վանքը դիմավորեց նրանց վեհաշուք լռությամբ։ Տեր Հովսեփը նրան տարավ ոչ թե գլխավոր եկեղեցի, այլ դեպի մի մեկուսի, քիչ հայտնի մատուռ, որը կառուցված էր մի փոքր հեռու։ Նրանք մտան ներս։ Այնտեղ դատարկ էր, միայն պատին կար Քրիստոսի հին խունացած որմնանկարը։ Նրանք նստեցին քարե նստարանին։ Նրանք չէին աղոթում, չէին խոսում, պարզապես նստած էին լռության մեջ։ Անցավ 1 ժամ, 2։ Գևորգի ներսի փոթորիկը սկսեց հանդարտվել, և այդ լռության մեջ նա սկսեց տեսնել, ոչ թե աչքերով, այլ սրտով։ Հանկարծ նա տեսավ, թե ինչպես է մատուրի բաց դռնից ներս նայում մի թափառական շուն, նիհար, կեղտոտ, աչքերում վախով։ Նրա հետևից վազելով եկավ մի տղա, մոտ 10 տարեկան, վերցրեց մի քար և նետեց շան ուղղությամբ։ Քարը դիպավ շանթաթին, և նա ցավից կենկենգաց։ Տղան ծիծաղեց և պատրաստվում էր երկրորդ քարը նետել։ Հենց այդ պահին մատուրից դուրս եկավ մի ծեր վանական, երկար սպիտակ մորուքով, որը թվում էր դարեր էր ապրել այդ ժայռերի մեջ։ Նա ոչինչ չասաց տղային, նա պարզապես մոտեցավ, հանգիստ վերցրեց տղայի ձեռքի քարը, հետո կռացավ և վերցրեց նաև այն քարը, որով տղան խփել էր շանը։ Տղան սպասում էր, որ վանականը կբարկանա, գուցե քարը հետ կնետի իր վրա։ Բայց վանականը 2 քարերն էլ ձեռքին մոտեցավ մատուռի կիսավեր պատին, որտեղից մի քանի քար պակասում էր։ Նա ուշադիր զննեց քարերը, հետո զգուշորեն դրեց դրանք պատի մեջի բաց տեղում։ Քարերը գրեթե կատարյալ տեղավորվեցին։ Հետո նա շրջվեց, ժպտաց տղային և վերադարձավ իր խուց։ Գևորգը շունչը պահած նայում էր այդ տեսարանին։ Եվ հանկարծ, ինչպես կայծակը խավար գիշերում, նրա միտքը լուսավորվեց։ Նա հասկացավ։ Ամեն ինչ հասկացավ։ Սիրիր քո թշնամուն։ Դա չի նշանակում պասիվ հանդուրժել չարիքը, դա չի նշանակում թույլ տալ, որ քեզ ոչնչացնեն։ Դա նշանակում է չարի էներգիան վերածել արարչագործության։ Տղայի նետած քարը ագրեսիայի, չարության էներգիա էր։ Վանականը կարող էր այդ էներգիան հետ ուղարկել, բարկանալով տղայի վրա կամ քարը հետ նետելով։ Դա կլիներ ակննդական։ Բայց նա արեց անհավանական մի բան։ Նա վերցրեց այդ կործանիչ էներգիան և այն վերածեց շինարարության։ Նա այդ քարով վերականգնեց Աստծո տան պատը։ Նա չզիջեց չարին, նա այն վերափոխեց։ Նա հարվածը վերահասցեագրեց դեպի բարին։ Գևորգը նայեց Տեր Հովսեփին։ Նրա աչքերը լցվել էին արցունքներով, բայց դրանք հուսահատության արցունքներ չէին։ Դրանք ցնցման, բացահայտման արցունքներ էին։ «Ես հասկացա, հայր Սուրբ», շշնջաց նա, «ես ամբողջ ժամանակ սխալ էի մտածում։ Ես մտածում էի, որ պետք է կամ կռվեմ, կամ հանձնվեմ։ Բայց կա երրորդ ճանապարհ։ Ոչ թե պայքարել Տիգրանի դեմ, այլ նրա կործանիչ էներգիան ուղղել դեպի արարում»։ Տեր Հովսեփը ժպտաց։ Տերը երկար էր սպասում այս պահին, որդյակ իմ։ Այդ պահին Գևորգի համար ամեն ինչ փոխվեց։
Քրիստոսի խորհուրդը դադարեց լինել անհասկանալի բեռ եւ դարձավ պարզ, հանճարեղ եւ անսահման զորեղ գործիք։ Նա դեռ չգիտեր, թե կոնկրետ ինչ է անելու, բայց նա գիտեր ամենակարևորը. նրա թշնամին ոչ թե Տիգրանն էր, այլ ատելությունը, որը Տիգրանը սերմանում էր։ Եվ այդ թշնամուն հաղթելու միակ ճանապարհը ոչ թե ոչնչացնելն էր, այլ վերափոխելը։ Գեղարդից վերադարձը լուռ էր, բայց այս լռությունն այլ էր։ Դա ոչ թե հուսահատության, այլ խորհրդածության լռություն էր։ Գևորգի հոգին լցվել էր մի նոր, անսպասելի խաղաղությամբ։ Նա դեռ չուներ գործողությունների հստակ ծրագիր, բայց ուներ ամենակարևորը՝ ճիշտ ուղղություն։ Նրա աշխարհը շրջվել էր։ Նախկինում նա տեսնում էր խնդիրը, Տիգրանին եւ նրա բուլդոզերը։ Հիմա նա տեսնում էր հնարավորությունը, Տիգրանի կործանիչ էներգիան։ Նրա համար այլևս հարցը ինչպես հաղթել Տիգրանին չէր, այլ ինչպես օգտագործել Տիգրանի ստեղծած չարիքը բարիք գործելու համար։ Այս միտքը այնքան պարզ էր ու միևնույն ժամանակ այնքան հանճարեղ, որ նա զարմանում էր, թե ինչպես առաջ չէր հասկացել։ Քրիստոսի խոսքերը բացվել էին նրա առաջ իրենց ողջ խորությամբ։ Այդ երեկո նա հավաքեց իր ընտանիքին, Անահիտին, Լևոնին եւ իրենց ծնողներին, որոնք եկել էին անհանգստացած վերջին իրադարձություններից։ Սենյակում լարվածություն կար։ Լևոնը պատրաստ էր լսելու պայքարի նոր ծրագրի մասին։ Գևորգը խորը շունչ քաշեց։ «Ես որոշում եմ կայացրել», ասաց նա հանգիստ, բայց ամուր ձայնով։ «Մենք չենք պատրաստվում փակել ճանապարհը, մենք չենք պատրաստվում դատի տալ, մենք չենք պատրաստվում պայքարել Տիգրանի դեմ»։ Լևոնը հեգնանքով ժպտաց։ «Ուրեմն հանձնվում ենք, շնորհավորում եմ, թույլ տուր գուշակեմ, նորից աղոթելու ենք»։ «Ոչ», պատասխանեց Գևորգը, եւ նրա աչքերում մի անսովոր կրակ վառվեց։ «Մենք կառուցելու ենք»։ Սենյակում լռություն տիրեց։ «Ինչ ենք կառուցելու», զգուշորեն հարցրեց հայրը, պարոն Սարգիսը։ «Մենք տունն ենք կորցնում»։ Գևորգը շարունակեց. «Տիգրանը ուզում է վերցնել մեր հողը, դրա վրա շքեղ հյուրանոց կառուցելու համար։ Նա ուզում է շահույթ ստանալ այս վայրից։ Իսկ մենք հենց այստեղ, նրա քթի տակ, նրա շին հրապարակի կողքին, կսկսենք վերականգնել այն հին լքված մատուռը, որը գտնվում է մեր հողամասի եզրին, անվճար։ Մենք կհավաքենք կոտրված խաչքարերի բեկորները, կգտնենք հին քարեր։ Մենք նրա շահույթի վայրը կվերածենք համընդհանուր աղոթքի վայրի։ Նա քանդում է, մենք կկառուցենք։ Նա ատելություն է սերմանում, մենք հավատք կսերմանենք»։ Արձագանքը ցնցող էր։ Լևոնը ոտքի կանգնեց։ «Դու խելագարվել ես, սա ինչ է կատակ, նա միլիոններ է ներդնում, իսկ դու ուզում ես քար քարի վրա դնել»։ «Ոչ է», պատասխանեց Գևորգը, եւ նրա աչքերում մի անսովոր կրակ վառվեց։ «Մենք կառուցելու ենք»։ Սենյակում լռություն տիրեց։ «Ինչ ենք կառուցելու», զգուշորեն հարցրեց հայրը, պարոն Սարգիսը։ «Մենք տունն ենք կորցնում»։ Գևորգը շարունակեց. «Տիգրանը ուզում է վերցնել մեր հողը, դրա վրա շքեղ հյուրանոց կառուցելու համար։ Նա ուզում է շահույթ ստանալ այս վայրից։ Իսկ մենք հենց այստեղ, նրա քթի տակ, նրա շին հրապարակի կողքին, կսկսենք վերականգնել այն հին լքված մատուռը, որը գտնվում է մեր հողամասի եզրին, անվճար։ Մենք կհավաքենք կոտրված խաչքարերի բեկորները, կգտնենք հին քարեր։ Մենք նրա շահույթի վայրը կվերածենք համընդհանուր աղոթքի վայրի։ Նա քանդում է, մենք կկառուցենք։ Նա ատելություն է սերմանում, մենք հավատք կսերմանենք»։ Արձագանքը ցնցող էր։ Լևոնը ոտքի կանգնեց։ «Դու խելագարվել ես, սա ինչ է կատակ, նա միլիոններ է ներդնում, իսկ դու ուզում ես քար քարի վրա դնել։ Ո՞վ է գալու քո մատուռը, երբ կողքը հինգ աստղանի հյուրանոց է լինելու։ Սա ոչ թե պայքար է, այլ ինքնախաբեություն է»։ «Սա հավատքի պայքար է, Լևոն», պատասխանեց Գևորգը։ «Եվ այս պայքարում հաղթում է ոչ թե նա, ով ավելի ուժեղ է, այլ նա, ում գործը Աստծուն է հաճելի»։ Պարոն Սարգիսը մտահոգ տեսք ուներ։ «Որդիս, ես հասկանում եմ քո ազնիվ մղումը, բայց սա գործնական չէ, սա կպահանջի ժամանակ, միջոցներ, որոնք մենք չունենք»։ Բոլորը նայեցին Անահիտին։ Նա լուր էր ամբողջ ընթացքում։ Նա նայում էր ոչ թե Գևորգի խոսքերին, այլ նրա աչքերին։ Եվ նա տեսավ այնտեղ այն, ինչ վաղուց չէր տեսել, ոչ թե կասկած ու ցավ, այլ խաղաղություն եւ անսասան վստահություն։ Նա մոտեցավ ամուսնուն, վերցրեց նրա ձեռքը եւ երկար ժամանակ անց առաջին անգամ ասաց. «Ես քեզ հետ եմ, Գևորգ»։ Այդ պահին ընտանիքում նոր բաժանում տեղի ունեցավ, բայց այս անգամ ոչ թե ռեալիստների եւ իդեալիստների, այլ նրանց, ովքեր վախենում էին, եւ նրանց, ովքեր պատրաստ էին հավատալ։
Հաջորդ օրը լուրը տարածվեց համայնքում։ Գևորգը, Անահիտը եւ մի քանի հավատարիմ ընկերներ, այդ թվում Վարդանը, որը սկզբում թերահավատ էր, բայց հետո ոգեշնչվեց Գևորգի գաղափարով, սկսեցին մաքրել լքված մատուռի տարածքը։ Արձագանքները տարբեր էին։ Ոմանք մատով ցույց էին տալիս ու ծիծաղում։ Խելագար Գևորգը որոշել է Աստծո համար տուն կառուցել, մինչդեռ իր տունը քանդում են։ Մյուսները, ինչպես տիկին Շուշանիկը, գալիս էին մի բաժակ թան էին բերում եւ լուր օրհնում նրանց աշխատանքը։ Տեր Հովսեփը ամեն օր գալիս էր եւ նրանց հետ աղոթում էր, խնդրելով Աստծո օրհնությունը նրանց գործի վրա։ Նա բացատրում էր համայնքի անդամներին. Գևորգը պարզապես պատեժ չի վերականգնում, նա վերականգնում է մեր հավատքը, որ չարը կարելի է հաղթել ոչ թե չարով, այլ բարությամբ։ Նա ցույց է տալիս, որ ամենամեծ շինարարությունը ոչ թե քարով է լինում, այլ հոգով։ Շին հրապարակում աշխատող բանվորները տարակուսած նայում էին այս տարօրինակ տեսարանին։ Նրանք տեսնում էին, թե ինչպես է մի մարդ, ում կյանքը իրենք քանդում են, ժպիտով մաքրում է հին քարերը եւ դրանցից աղոթքի տուն կառուցում։ Եվ նրանցից ոմանց սրտերում սկսեց ծլարձակել կասկածի սերմը, իսկ գուցե իրենք սխալ կողմում են կանգնած։ Քրիստոսի խորհրդի կիրառումը սկսել էր իր անտեսանելի, բայց զորեղ աշխատանքը։ Առաջին քարը դնելը ամենադժվարն էր։ Գևորգը, Անահիտը, Վարդանը եւ մի քանի հարևաններ կանգնած էին հին մատուռի ավերակների մոտ։ Մի կողմում Տիգրանի հսկայական շինհրապարակն էր, որտեղ պողպատե հրեշները մռնչում էին, կլանելով հողը։ Մյուս կողմում իրենք էին, մի բուռ մարդիկ, զինված միայն հավատքով եւ հին քարերով։ Գևորգը վերցրեց կոտրված խաչքարի ամենամեծ բեկորը, այն, որի վրա դեռ պահպանվել էր Քրիստոսի դեմքի մի մասը։ Նա զգուշորեն դրեց այն ապագա պատի հիմքում։ Այդ պահին նրանց գլխավերևում հնչեց բարձր ագրեսիվ երաժշտություն։ Տիգրանի ջիպերից մեկը կանգնել էր հարևանությամբ, եւ վարորդը միացրել էր երաժշտությունը ամբողջ հզորությամբ։ Դա հոգեբանական գրոհի սկիզբն էր, բայց Գևորգը նույնիսկ չշրջվեց։ Նա վերցրեց մուրճն ու հավանգը եւ սկսեց շաղախ պատրաստել։ Նրա յուրաքանչյուր շարժումը հանգիստ էր ու վստահ։ Նա պատասխանում էր ոչ թե ագրեսիային, այլ շարունակում էր իր գործը։ Հաջորդ օրը պատերազմը սրվեց։ Տիգրանի մարդիկ մատուռի տարածքի մոտ սկսեցին աղբ լցնել։ Շինարարական թափոնների գարշահոտը խառնվում էր խնկի բույրին, որը Անահիտն էր վարել։ Մի քանի բանվորներ Տիգրանի հրահանգով սկսեցին բարձրաձայն վիրավորանքներ հնչեցնել, ծաղրելով Գևորգի աստվածավախությունը։ «Տես, Սուրբ Գևորգը եկեղեցի է կառուցում, գուցե հրեշտակները իջնեն օգնելու քեզ», բղավում էին նրանք։ Գևորգը լռում էր։ Յուրաքանչյուր վիրավորանքին նա պատասխանում էր ևս մեկ քար դնելով։ Յուրաքանչյուր ծաղրին ավելի ուղիղ դնելով պատի շարվածքը։ Նրա հանգիստությունը վարակիչ էր։ Վարդանը, որ դնույթով թագարյուն էր, մի քանի անգամ ուզեց պատասխանել, բայց տեսնելով Գևորգի անսասան դեմքը, լռում էր եւ շարունակում աշխատել։ Նրանց շուրջ ստեղծվել էր մի անտեսանելի պատ, ոչ թե քարից, այլ հոգու ուժից, որի դեմ անզոր էին բղավոցներն ու վիրավորանքները։ Շրջադարձային պահը եկավ անսպասելի։ Մի երիտասարդ տղա, որն աշխատում էր Տիգրանի շինարարությունում, ընդմիջման ժամանակ մոտեցավ նրանց։ Նա ամաչելով մի շիշ ջուր նեկնեց Գևորգին։ «Վարպետ, ներող եղեք, մեզ ստիպում են»։ Գևորգը վերցրեց ջուրը եւ ժպտաց. «Աստված օրհնի քեզ տղաս, դու մեղավոր չես»։ Հաջորդ օրը այդ տղան աշխատանքից հետո եկավ եւ մինչեւ ուշ գիշեր օգնեց նրանց քար տաշել։ Նրան տեսնելով եկան ևս երկուսը։ Տիգրանի ճամբարում ճեղքվածք էր առաջացել, բայց ամենամեծ անակնկալը Լևոնն էր։ Մի երեկո նա եկավ մատուռի մոտ։ Նա երկար լուռ նայում էր, թե ինչպես են Գևորգն ու մյուսները աշխատում մոմերի լույսի տակ։ Պատերն արդեն մարդահասակ էին։ Նա տեսնում էր ոչ թե խելագարի քմահաճույքը, այլ մի բան, որն ավելի զորեղ էր, քան բուլդոզերները։ Նա մոտեցավ։ Ես խոսել եմ մի ճարտարապետի հետ, կմկմալով ասաց նա։ Նա ասաց, որ գմբեթի համար հատուկ հաշվարկներ են պետք։ Ես կարող եմ օգնել այդ հարցում։ Գևորգը շրջվեց եւ գրքեց եղբորը։ Այդ օրը նրանց չէր միավորել պայքարը ընդհանուր թշնամու դեմ, այլ արարումը, հանուն ընդհանուր հավատքի։ Գևորգի անսասանությունից տպավորված մարդիկ սկսեցին միանալ նրանց։ Տիկին Վարդուհին, մոռանալով շուկայի նվաստացումը, ամեն օր տաք ճաշ էր բերում աշխատողների համար։ Տեր Հովսեփը կազմակերպեց դրամահավաք, եւ շուտով նրանք կարողացան գնել անհրաժեշտ շինանյութեր։ Հակամարտությունը դարձավ հրապարակային։
Լրագրողները, որոնք սկզբում եկել էին Տիգրանի պատվերով ծաղրելու Գևորգին, այժմ գրում էին հավատքի շինարարության մասին։ Տիգրանը զայրանում էր։ Նա տեսնում էր, որ ինչքան ավելի շատ էր ճնշում, այնքան ավելի էր ամրանում մատուռի պատը։ Նրա կործանիչ էներգիան, հակառակ իր կամքին, ծառայում էր որպես ցեմենտ, որը միավորում էր համայնքը։ Գևորգը վերցրել էր թշնամու նետած քարերը և դրանցով կառուցում էր Աստծո տունը, ապացուցելով, որ Քրիստոսի իմաստությունը ոչ թե գեղեցիկ առասպել է, այլ ամենահզոր գործիքը իրական աշխարհում։ Մատուռի օծման օրը արևոտ էր։ Փոքրիկ գմբեթի խաչը փայլում էր երկնքի կապույտի տակ, կարծես մարտահրավեր նետելով կողքին բարձրացող հյուրանոցի անսիրտ բետոնին։ Հավատքվել էր ողջ թաղամասը, անգամ այն մարդիկ, որոնք երեք մեջք էին դարձնում։ Օդը լցված էր խնքի բույրով և տոնական տրամադրությամբ, բայց հանկարծ ամբոխը լռեց։ Սև փայլուն ջիփը կանգնեց մատուռի մոտ, և միջից դուրս եկավ Տիգրանը։ Նրա դեմքը քարի պես անթափանց էր։ Նա մենակ էր։ Նրա մարդիկ հեռվում էին կանգնած։ Լռություն տիրեց։ Բոլորը սպասում էին պայթյունի։ Սա գագաթնակետն էր։ Տիգրանը դանդաղ քայլերով անցավ ամբոխի միջով, որը ծովի պես ճանապարհ բացեց նրա առաջ, և ուղիղ գնաց դեպի Գևորգը, որը կանգնած էր մատուռի շեմին Տեր Հովսեփի կողքին։ Նրանք կանգնեցին դեմ դիմաց։ Տիգրանը հասակով էր, ավելի ուժեղ, բայց Գևորգի հայացքի մեջ կար մի ուժ, որը փողով չէր գնի։ Գևորգը չհեռացավ։ Նա նայեց Տիգրանի աչքերի մեջ, որոնց խորքում մի պահ տեսավ ոչ թե գիշատչի, այլ մոլորված մարդու։ Եվ նա արեց այն, ինչ ոչ ոք չէր սպասում։ Նա ժպտաց և արտասանեց մի պարզ նախադասություն. «Բարի գալուստ, Տիգրան, այս մատուռը նաև քո ծնողների, Գրիգորի և Մանուշակի հիշատակին է։ Ես իմացա նրանց անունները»։ Հետո նա ձեռքը մեկնեց և Տիգրանին տվեց մի փոքրիկ, հարթ քար, որի վրա փորագրված էր միայն մեկ խաչ։ Այդ պահին տեղի ունեցավ անհավանականը։ Տիգրանի դեմքի երկաթե դիմակը ճաք տվեց։ Նրա շուրթերը դողացին։ Նա նայեց քարին, հետո Գևորգին, հետո նորակառույց մատուռին։ Մի ակնթարթում նրա աչքերի առաջով անցավ իր ողջ կյանքը, գյուղի տունը, ծնողները, որոնք նրան սովորեցնում էին աղոթել, և այն ճանապարհը, որը նրան հեռացրել էր այդ ամենից։ Նա սուրբ չդարձավ այդ պահին, բայց նա կոտրվեց։ Նրա մեջ ինչ-որ բան փշրվեց, այն կեղևը, որով նա տարիներ շարունակ պաշտպանվում էր աշխարհից։ Նա ոչինչ չասաց, ձեռքը սեղմեց քարը, լուռ շրջվեց և հեռացավ։ Նրա մեքենան հեռացավ և այլևս երբեք չվերադարձավ։ Հաջորդ շաբաթ շինարարությունը կանգնեց։ Մի քանի ամիս անց հայտնի դարձավ, որ Տիգրանը վաճառել է նախագիծը, իսկ հյուրանոցի կառուցումը սառեցվել է։ Անցավ 1 տարի։ Փոքրիկ մատուռը դարձել էր թաղամասի սիրտը։ Մարդիկ գալիս էին այստեղ ոչ միայն աղոթելու, այլև պարզապես նստելու, խոսելու։ Գևորգի արհեստանոցը ծաղկում էր։ Պատվերներն ավելի շատ էին, քան երբևէ։ Մարդիկ գալիս էին ոչ միայն խաչքար պատվիրելու, այլև տեսնելու այն մարդուն, ով հավատքով հաղթեց բուլդոզերին։ Բայց ամենակարևոր փոփոխությունը արհեստանոցի ներսում էր։ Լևոնը, որը թողել էր իր գործնական աշխատանքը, այժմ աշխատում էր Գևորգի կողքին, սովորելով քարի հետ խոսելու արվեստը։ Նրանք հաճախ լուռ էին աշխատում, և այդ լռության մեջ էր Լևոնի ամենաանկեղծ ներողությունն ու հարգանքը։ Նա հասկացել էր, որ իսկական ուժը ոչ թե բռունցքի, այլ հոգու մեջ է։ Ընտանիքը վերամիավորվել էր, ավելի ամուր, քան երբևէ։ Այսպիսով, սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր պատմությունը։ Ինչ փոխվեց այս փոքրիկ համայնքում։ Փոխվեց հասկացողությունը։ Մարդիկ տեսան, որ Քրիստոսի խորհուրդը «Սիրեցեք ձեր թշնամիներին» ոչ թե թուլության կոչ է, այլ հաղթանակի ամենահզոր ռազմավարությունը։ Գևորգը չհաղթեց Տիգրանին, նա հաղթեց այն չարիքին, որը Տիգրանի միջոցով գործում էր։ Նա վերցրեց ատելության, ագրեսիայի և ավերածության էներգիան և այն վերածեց հավատքի, միասնության և արարման։ Սա է Քրիստոսի իմաստության հանճարը։ Այն մեզ չի կոչում փախչել պայքարից, այլ տալիս է զենք, որի դեմ անզոր է աշխարհի ողջ չարությունը։ Այժմ ես ուզում եմ դիմել ձեզ։ Կիսվեք մեկնաբանություններում, թե ինչպես կկիրառեիք Հիսուսի այս խորհուրդը ձեր կյանքում։ Ինչ անհաղթահարելի թշնամիներ կամ խնդիրներ ունեք, և ինչպես կարող եք նրանց կործանիչ էներգիան վերածել ձեր կյանքում մի լուսավոր բանի։ Եկեք միասին քննարկենք և սովորենք կիրառել մեր Տիրոջ ուսմունքները ոչ թե որպես գեղեցիկ խոսքեր, այլ որպես կյանք փոխող ուժ։ Շնորհակալ եմ, որ այս ճանապարհորդության ընթացքում ինձ հետ էիք։ Քրիստոս մեզ հետ։